Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք այսօր հավաքվելու այստեղ Հայոց ազգային արժանապատվության ասպետների հուշարձանի մոտ միասին ոգեկոչելու Նեմեսիս գործողության հերոսների վառ հիշատակը։ Մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ են եղել եւ դրանք եղել են նաեւ մեր ազգի պատմության մեր կյանքի մեջ։ Սակայն հայոց ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած չէր։ Այն անկման եզրին գտնվող Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված հսկայական մասշտաբներով հրեշավոր դաշնությամբ եւ նենգ միջոցներով իրականացված զանգվածային ոճրագործություններ։ Իսպառ բնաջնջելու հայ ժողովրդին իր պատմական հայրենիքից եւ տեղ ազատելու ճակերտներով նրա տեղում ազգայնամոլական թուրքական պետության առաջացման համար։ Այս ոճրագործությունը ուներ իր մտահղացողները, իր կազմակերպիչները, իր իրականացնողները եւ դրանք բոլոր իրական անձիկ են։ Նրանք արժանի խստագույն պատժի եւ նույնիսկ Օսմանյան կայսրության ռազմական դատարանը 1918-19 թվականներին նրանցից 19-ի վերաբերյալ մահապատժի դատավճիռ է կայացրել Օսմանյան դատարանը։ Սակայն ոճրագործների մեծ մասը արդարադատությունից խույս տվեցին եւ բարեհաջող կարողացան հեռանալ այլ երկրներ։ Այս պայմաններում է, որ հղացել է Նեմեսիս գործողությունը եւ ոչ թե լոկ որպես վրիժառություն, այլ մարդկության պատմության մեջ մեծագույն ոճիներից մեկի մեղավորների նկատմամբ սպասված արդարադատության իրականացում։ Երիտուրքական կառավարության եռապետները Թալյաթը, Էնվարերը, Ջեմալը, նրանց երիտուրք հանցակիցները իրականում արդեն դատապարտված հանցագործներ էին, մահապատժի դատապարտված, որոնց նկատմամբ հայ մարտիկները ի կատարածեցին մարդկային եւ երկնային պատիժը։ Իրենց այս սխրանքով նրանք վերականգնեցին մեր բոլորիս արժանապատվությունը, մեր հավատը արդարության նկատմամբ, մեր իրավունքների համար պայքարելու կամքը եւ վճռականությունը։ Այսօր էլ Նեմեսիս գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդը ավելի քան արդիական է, քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքների, մեր արժանապատվության վերականգնման։ Այսօր երբ մեր ազգի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ արդեն Հայաստանում, Նեմեսիսի հերոսների վառ հիշատակը մեզ պետք է տա ուժ, կորով, վճռականություն համախմբվելու մեր ազգային ինքնիշխանների շուրջը եւ աննահան շարունակելու պայքարը մեր հիմնարար իրավունքների իրացման համար։ Այսօր էլ Նեմեսիսը շարունակվում է։ Սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլև հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա ազատ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենիքում, նրա զարգացումը, հզորացումը ու բարգավաճումը։ Ուստի կեցեն Նեմեսիսի հերոսները, կեցե հայ ժողովուրդը, կեցե մեր սրբազան հայրենիքը եւ կեցեն մեր երեխաները, որոնք ապրելու են այդ հայրենիքում։